Ամեն, Փառք Հիսուս Քրիստոսին։ Ինչպես ներկայացրին, ես Ալլավերդիում ինձ հյուր չեմ զգում, դրա համար միգուցե մի քիչ ազատ խոսամ, հյուր չեմ ես այստեղ, որովհետև նույն ձորն է, մի քիչ ենք ոնց մենք ենք։ Մենք այնքան հետաքրքիր էր, որ ես գիտեի, որ ամսի այս կիրակի ես եմ ծառայելու, խոսք է փնտրում Տիրոջից, ինչ պիտի փոխանցեմ ձեզ։ Ինչ պիտի փոխանցեմ ձեզ, որովհետև շատ ժամանակ Տերը խոսում ամենավերջի վայրկյանում։ Ամենավերջի վայրկյանում ու ես սիրում եմ իմ քարոզը նախապես չգրեմ, չպատրաստեմ, չգիտեմ, դա էլ իմ պարգևն է միգուցե, որ հավատում եմ, որ Աստված վերջի պահին կտա։ Բայց այս ամենը եղել էր մի քիչ շուտ։ Ու խոսքը ծնվել էր այսպես. ծույլություն, որ կոտրում է համառությունը։ Այսօր խոսալու եմ ծույլության մասին եւ համառության մասին։ Գիտես, այ հիմա եկեղեցին այս ընթացքով անցնում։ Ինչ որ բան ծույլացել է ու ջարդում է ձեր համառությունը։ Գիտես, բազում օրինակներ կա, երբ որ դու տեսնում ես ոչ եկեղեցում, աշխարհում մարդիկ, որ հասել են ինչ որ բանի։ Գիտես, երբ որ դու մտնես ինտերնետ ու նայես մարդկանց կյանքը, միգուցե սպորտսմենների, մի անգամ Մարիա Շարապովան իր կյանքն էր պատմում, աշխարհահռչակ թենիսիստը։ Պատմում էր նրա մասին, որ ինչքան դժվար է եղել իրանց համար։ Տուն չեն ունեցել, վարձով է եղել։ Գիտես, ծույլությունը կարա ջարդի քո համառությունը։ Դու նայում ես, որ ոնց կարող է ծույլությունը ջարդի համառությունը։ Համառությունը ջարդվում է հիասթափության պատճառով։ Գիտես, երբ որ դու հիասթափվում ես, էլ չես ուզում ինչ-որ մի բան անես։ Համառությունը ջարդվում է, որ մարդիկ իրանք չեն անում, ես էլ չեմ անում։ Խի պիտի անեն, որ։ Համառությունը ջարդվում է, որովհետև դու տեսնում ես, որ քանի անգամ արի ինձ ուշադիր չեղան։ Այսօր ես նաև ուզում եմ խոսամ դրդապատճառների մասին։ Ինչ դրդապատճառով ես դու դա արել։ Օրինակ հիմա դու ինչ-որ մի բան ծառայել ես, ինչ-որ մի բան եկել ես եկեղեցի ու քեզ մի հատ հարց տուր։ Ինչի համար եմ ես եկել եկեղեցի։ Լավ խմբակ ունեմ։ Ինչի համար եմ ես գնում։ Լավ, ինչ-որ մի բան եմ անում եկեղեցում։ Ինչի համար։ Ի հայտ է գալու դրդապատճառները։ Եթե շտկես քո դրդապատճառները, քո հավատքը կգնա հավատքից հավատք։ Իսկ եթե քո դրդապատճառները չշտկվեց, կներեք հավատքը վերածվում կրոնի։ Դիասել են արել են։ Օրինակ, այստեղ ծառայողներ կա, որ ունեն բեջեր, իրանց ծառայում են Աստծուն։ Ու գիտես, միջև այդ բեջը գցելը պետք է հասկանաս։ Ես ինչի համար եմ գցում։ Ես գցում եմ, որ տենամ, տեսել ես մայիսին, երբ որ պապիկները դուրս են գալիս, պարադի, մեդալը գցած։ Ու ամեն ինչ անում է, որ մեդալ իրանից առաջ գնա, որ տեսնեք իմ մեդալը։ Եթե իրականում այդ բեջը գցել ես, որ մեդալը տեսեք, դրդապատճառը սխալ է, շտկի։ Շատ լավ է, որ մենք տեսնում ենք, որ դու կանոնի ծառայող ես, բայց դրդապատճառները ճշտի։ Ինչի համար եմ ես այս անում։ Հիմա ես եկել եմ այստեղ քարոզում եմ, դուք չգիտեք ինչի համար եմ եկել, ինչի համար եմ քարոզում, չգիտեք իմ սիրտ ինչ էլ իմ լեզուն խոսա։ Իսկ Աստված սրտեր, երիկամունքներ քննող Աստված է։ Դրա համար դու քո դրդապատճառները շտկի։ Ու շատ ժամանակ, երբ որ գալիս է ծույլությունը, մարդը չի ուզում ուղղակի ոչ մի բան անել։ Ծույլության հետ մտնում է միանշանակ անտարբերություն, իմացեք։ Ծույլ ժամանակ գալիս է անտարբերություն։ Դու անտարբեր ես եկեղեցում ինչ է կատարվում։ Գիտեք, հավատք բառի մեջ մի հատ չկա։ Չեմ կարա, չգիտեմ, չի լինի, չի ստացվի, չէ։ Հավատք բառի մեջ չտառով ոչ մի ճուղ չկա։ Հավատքը ջարդում է չերին։ Օրինակ մի հատ ուշադրություն դարձրու, երբ որ քեզ մի բան ասվում, որ անես։ 5 րոպեանոց գործ է, դու 15 րոպե ապացուցում ես ինչպես չի լինի։ Չի լինի որովհետև, մի հատ էլ որովհետև, հələ չի լինի, մի հատ էլ որովհետև։ Ու սկսում ես պատմել, թե ինչպես չի լինի, դու չես ասում այո, կլինի։ Եթե դու չկարողացար հավատաս, Աստծո խոսքը ասում ամեն բան հնարավոր է քնողի։ Տենց է, չէ՞ գրված։ Նստողին, չէ՞։ Աջալը վրեն գցողին, ամեն բան հնարավոր է, չէ՞։
տենում է եկեղեցում աշխատում են, իրանք կանեն։ Ամեն բան հնարավոր է հավատացողին, բայց հավատքը առանց գործերի մեռած է։ Գիտես, այսօր միգուցե դու հավատք ունենաս, Աստված ասում է ցույց տուր քո գործերը, ասեն քո հավատքը։ Այսօր քո հավատքի գործերը, այսօր է հավատքի գործ, թե 10 տարի առաջ էր հավատքի գործ, այն որ եկեղեցու շենք սարքում էինք, այն որ հովի գորը ստեղ էր, այն որ բոլորս կպած գործ էինք անում։ Հիմա էլ հավատքի գործ չի։ Հիմա գիտես ով է եկել, ձուլությունը։ Ինչով է եկել, իր հետ մի բագաժել ա բերել, հիասթափություն, գիտես ինչքան արի։ Ում համար է իրանում։ Հիսուսի, հաստատ Հիսուսի համար ես արել, հաստատ իրանից ես սպասում վարձքը, հաստատ սպասում ես, որ ինքը քեզ վարձահատույց ա լինել, բխես մարդկանցից սպասում, որ քեզ չհասկացան, քեզ մարդկանց սպասում ունեն, որ քեզ չհասկացան, գիտես, երբ որ դու կանգնած եղար Հիսուսի առաջին, այդ մարդկանցից ումից, որ սպասում ունես, քո կողքը կայնակ չէ լինելու, դու ես լինելու, քո գործերն է լինելու, քո գործերը լինելու է երկնքում, և քո սրտի դրդապատճառներն է լինելու, բիրկեն ընդեղ չի լինելու, իմացեք, մեդալներ ընդեղ չի լինելու, բիրկեն ընդեղ հանելու ենք, նոր մտնենք, որտեղ մարդիկ չգիտես կարիք ունեն ես կոչմանը, ստատուսի, անձի բարձրացում, Փառք Հիսուս Քրիստոսին, իրեք ենքան հետաքրքիր է, որ ես իմ տեսակով շատ համառ եմ, իմ համար համառությունը ամենաբարձր գագաթնակետն է, ես չեմ սիրում չէ բառը, չգիտի, չի լինելու, չի ստացվի, դա իմ լեքսիկոնում չկա, անհնար է, որ չստացվի, բայց համառությունը ինչպես է ջարդվում, համառությունը ջարդվում է, երբ որ դու չունես պլանավորում, օրինակ, ես ունեմ մեկ խմբակ, պլանավորում եմ, գալիք 3 ամսում, ունենամ նորից խմբակ, ինչ պիտի անեմ ես սրա համար, պլանավորեցի սրտումս կա, Աստված տալիս է մեր մտածմունքները, մեր սրտի ուզածը, սկսում եմ գործողություն անել, սկսում եմ ուրիշ ձև նայել, լսի մի րոպե, այն մեկը կար անցած անգամ գնացի, խոսացի, ինչ որ բան ասեց, ինչ որ խոսքը կպել էր, ասավ կգաս, ասի հա ու չեմ գնացել, տեսնում ես ներսումդ հոգին ակտիվացված, վեր կաց, գնա, բայց եթե դու չունես պլանավորում, չունես պունկտուալիզմ, չունես ամեն օրյա այդ խփելը, ոչ մի բաներ չես ունենալու։ Տեսել ես գետի մեջ ընկած մարդը, ջուրը ոնց տարավ, գետին ուղղության լողանալը շատ հեշտ է, համաձայն է գետ կաստե, 2 հատ շարժում էլ անես չես խեղդվելու, տարա, դեմի ուր կտանի չգիտես, կարող է տանես սետքին դեմանի ու խեղդի քեզ, բայց ինչքան դժվար է գետին հակառակ լողալը, գետին հակառակ լողալը պահանջվում է կրկնակի ջանք, կրկնակի, չգիտեմ ինչի համար է, որ մեզ հրավիրում են ինչ-որ միտեղ հարսանիքի կամ ինչ-որ միտեղ հրամանատարների հետ հանդիպման, իշխանության հետ հանդիպման, մենք չենք ուշանում, բայց երբ որ հրավիրում են փառաբանության փորձի, մենք ուշացած ենք գալիս, երբ որ հրավիրում են ավագների ծառայության, դե կարևոր գործեր կար, և դու պիտի պլանավորես քո գործողությունը, երբ որ փողի ձայնը հնչվում է, այդ փողի ձայնը հնչվում է, լսես ինչ է, ու վազես դրա հետևից, ամեն, ես աստվածաշնչյան շատ կետեր ունեմ ու կուզենամ հասցնեմ ինչ-որ մասը ձեզ փոխանցեմ, Ղուկասի ավետարան 16-րդ գլուխ 15-րդ խոսքից, և նրանց ասավ, դուք եք որ մարդկանց առաջին ձեր անձերը արդարացնում եք, բայց Աստված գիտի ձեր սրտերը, որտեղ մարդկանց առաջին բարձրը պիղծ է Աստծո առաջին, օրենքը և մարգարեները մինչև Հովհաննեսն են, նրանից հետո Աստծո արքայությունն է ավետարանվում և ամեն մարդ ջանք է անում ուժով մտնել նրա մեջ, ամեն մարդ, դու ամեն մարդ ես չէ, ջանք է անում, ինչ անում, որ ոնց մտնի ուժով, ջանքը որն է, օրինակ ես դիվանի պարկած վիճակը դա ջանք է, օրինակ ջանասեր մարդը դու պատկերացնում ես, իրան պետք է հաստատ քրտնած տենաս, ջանասեր, աշխատողա, ժիրա, ամեն մարդ ջանք է անում, չկա որ սենց ես հաստատ մտնելու եմ երկինք,
որովհետև իմ պապան հովիվ է, որովհետև իմ տատիկը սենց, որովհետև ես լավ բարի գործեր եմ արել։ Ամեն մարդ ինքը ջանք է անում։ Ոնց եք պատկերացնում այդ ջանքը, երկնքի արքայություն մտնելու ջանքը, ծույլությունը պատկերացնում եք ջանքը։ Եկա մտնենք, էլի հաստատ կմտնենք։ Աստված արդար բարի է, ինձ սիրում է, ինձ տեսնում է, ինձ գիտի իմ սիրտը։ Եթե Աստված քո սրտի համապատասխան քեզ տվավ, կարող է այս պահին էլ չլնես։ Այդ մենք սիրտը գիտենք, գիտես ինչերով, կա, չէ՞ սրտի տարբեր բան, ստուգման բաներ, EKG։ EKG-ն անում դեռ մենք սրտում մի բան խնդիր կասում, մենք էլ բան չգիտենք։ Պիտի գնաս կորոնոգրաֆիա, մի քիչ ավելի խորը ստուգման։ Էս էլ քիչ է, պիտի մի հատ խոլտեր կախեն, ստուգեն սիրտդ, մի հատ հասկանան, օրվա ընթացքում քո սիրտը արիթմիա ունենում է, թե չէ։ Մենք EKG-ով քննում ենք մեր սիրտը, բայց Աստված բոլոր պարագաներ ունի, բոլոր, որ կարողանա ամբողջովին իմանա քո սրտում ինչ դրդապատճառ կա։ Ուղի սիրտդ, ուղի սիրտդ։ Ես այնքան հետաքրքիր է, որ դու տեսնում ես, որ ջանք պետք է անես, որ մտնես երկնքի արքայություն։ Չես կարա ձեռքերդ ծառած ուղակի գետի ալիքի համապատասխան գետը ոնց տարավ, ես տենց էլ կմտնեմ։ Չկա տենց բան։ Աստծո խոսքն էլ ասում, նեղադուրը, նեղված կա ճանապարհը, նեղադուրը, նեղված կա ճանապարհը, ու ինչ է ասում, ջանք արեք, նեղ դռնով մտնեք, է նեղը էլ ինչ ջանք անեն, դու տեսել ես, որ նեղ դռնով դժվար է մտնել, հենց լայն դռնով հեշտ կմտնես, թե նեղ դռնով, ես մտածում եմ Ալլավերդում են չափաշխարած ժամանակ դուք շելորգողացած կլնեք հարևանի բաղից, մի բան արած կլնեք, որ մի ծակ կա նեղ դռնով սենց պիտի մտնես այդ ծակով, հələ պիտի մտնես, որ շունն էլ հետևից նայք, պիտի դուրս էլ գաս տեղից։ Այդ ընթացքում թե ինչ կկատարվի, դու հաշվարկ ես անում, չէ՞ ինչ կկատարվի այդտեղ։ Աստծո խոսքն ասում է, ջանք արեք, որ դու ոնց մտնեք, նեղ դռնով մտնեք։ Նեղ դռնով հեշտ չի մտնել ժողովուրդ։ Լայն դռնով է հեշտ մտնել։ Օրինակ, եթե մի քիչ թիկունքը լայն մարդ է լինում, ու սենց նեղ դուրանում, պիտի սենց թեքվի, սենց մտնի, չի կարա սենց մտնել։ Կամ ասում են, բանը եկավ, ինչ որ մեկ եկավ, ճանապարհ են բացում թիկնապահները, եկավ, ճանապարհ են բացում, որ նեղ չլինի։ Առանց ջանքի, Աստված, մենք ջանք ունենք ստեղ անելու։ Ու գիտես, ծույլությունը ուղղակի խփում է քո ջանքին։ Ծույլությունը խփում է քո ջանքին։ Ու խոսքը այս ձև էր ծնվել։ Ծույլությունը, որը ջարդում է համառություն։ Եթե դու քո տեսակով ծույլ ես եղել, կան չէ՞ մարդիկ, որ ծույլ են եղել։ Արագաշարժ չեն, դանդաղ են շարժվում, միջև մի բանը հասնում է իրանց, միջև մտածում են, մարսում են, այն մեկն էլ արագաշարժ ասում է, դե շարժվելի։ Вообще գիտես ընտանիքում այդ ձև է լինում։ Կինը արագաշարժ, տղամարդը տենց, կամ հակառակ, տղամարդը արագաշարժ, կինը տենց, որ դիմանան իրար։ Այն մեկն ասում, այս ոնց ես մտածում, շուտ արա արի, այն մեկն էլ մի հատ հաշվենք, չափենք, ձևենք։ Ասեք բնավորությունը չափող ձևող ես, ու Աստծուց հովիվի միջոցով քեզ մի բան են ասել, որ այս գործը պիտի անեն։ Դու նայես ներ ծույլ ես։ Գիտես էլի դու բոլորն ասել են դրա մասին, որ դու մի քիչ ծույլ ես։ Շատ ես քնում, ուշ ես հելնում, մի քիչ այդ մարդն ես։ Դու հիմա քո վրա գործ ունես անելու։ Դու արդեն հայտնաբերել ես քո էությունը, որ փոխանցվել է պապիկը մի քիչ ձև այլ է, տենց եկել է գենետիկայով քեզ անգել։ Մի քիչ էլ դու ես իրան օգնել, կատարելագործել ես, ինքն էլ է քեզ օգնել այդ կատարելագործման մեջ, լավ օգնել է, սենց ծույլ ես քո տեսակով։ Դու պիտի սրա վրա աշխատես, որովհետև Աստծո ծառան պիտի լինի ժիր։ Ես երբ որ աղոթում եմ իմ տղաները դեռ չեն, տղան չէր ծնվել, ասում եմ Տեր իմ Աստված, իմ տղան պիտի լինի ժիր, իմ տղան պիտի լինի արագ վազող, իմ տղան չպիտի դանդաղ լինի, պիտի ժիր լինի, արագաշարժ լինի։ Ես չգիտեմ, ես սիրում եմ արագաշարժ մարդկանց։ Ու ինքան հետաքրքիր է, որ տենց էլ կա։ Կինս դեռ երեխան չի ծնված, ասավ, ես ինչ ես ուզել։ Ինքն չէր քայլում սենց։ Մյուսը հելել։ Ինքան հետաքրքիր է, որ այո, մենք պիտի այդ ջանք ունենանք, ջանասեր լինենք իրար հանդեպ։ Ու գիտես, չկա առանց ջանքի, չի լինելու դու ուղղակի մատդ մատի չտաս, Աստծո ընտանիքը մեծանա եւ հոտը մեծանա։
Այնքան հետաքրքիր բան կա, որ դու գիտես քո տան բոլոր խնդիրները։ Գիտես ինչ խնդիրներ կա, ինչ խնդիրներ կա։ Դու գիտես տանդ որ անկյուննա սարքելու, գործ կանելու։ Աստծո տանն էլ այդքան գործ կանելու։ Աստծո տանն էլ կարիք կա ինչ որ բան վերանորոգելու։ Օրինակ ես արդեն տեսնում եմ վայր այնտեղ կարելի է ինչ որ բան արած։ Էդի դու էլ ես տեսել։ Պետական գործ։ Եվ որ մարդը գիտի թե եկեղեցին կա այս սովետական մտածելակերպը։ Պետական գործ։ Այնքան լավ կլինի որ այդ պետականը քո սեփականը դառնա։ Այդտեղ դու օգուտ կունենաս, այդտեղ դու վարձք կունենաս երկնքում։ Ամեն։ Ու գիտես Աստված քեզ տվել է տաղանդներ։ Միգուցե շինարարության մեջ, միգուցե տեսնելու մեջ, որտեղ մարդը կարա շինարարի, բայց չտեսնի։ Միգուցե կազմակերպելու մեջ։ Ու այդ տաղանդներից համար պահանջելու է։ Երկրորդ Կորինթացիս 8-րդ գլուխ 22-րդ խոսք։ Եվ նրանց հետ ուղարկեցինք մեր եղբորը, որին փորձել ենք շատ բաների մեջ, շատ անգամ, որ ժիր է, եւ հիմա էլ ավելի ջանք անող է, այն մեծ վստահության, որ ունենք դեպի ձեզ։ Այս մարդուանունը ինձ այնքան հետաքրքիր է, ոնց էր այս մարդուանունը, բայց իր անունը այդքան էլ կարևոր չի, որովհետև խոսում է իր մարդկային հատկությունների մասին։ Առաքյալները մեկը մյուսին նամակ էր գրում, ինչ էր ասում, եւ նրանց հետ ուղարկում ենք մեր եղբորը, որին փորձել ենք։ Այս մարդը փորձված է, քեզ ճանապարհին չի թողի, անձը կդնի, քո հետևից կգա, որակներ է խոսում ծառայողի, որին փորձել ենք շատ բաների մեջ, շատ անգամ ամեն ձևի 100 տարյա մենք հավատքի մեջ ենք իրար հետ, փորձված է։ Էսի դեռ քիչ է որ փորձված է։ Շատ անգամ որ ժիր է, ինչա՞։ Ժիր։ Ակտիվ է։ Ջանքանող է, աշխատող է։ Եվ հիմա ավելի ջանք անող է այն մեծ վստահությամբ, որ ունեն դեպի ձեզ։ Ծառայողի հատկանիշները ասում, որ այս մարդը եւ ջանքանող է, եւ արագաշարժ է, եւ նախաձեռնող է։ Բայց ինչ կանի ծույլությունը դեպ քեզ։ Այդ հատկություններդ որ ունես, քեզ մի անկյուն կտանի, նեղազգոտությունը քեզ մի անկյուն կտանի, ու կլինես այն 99-ի մեկ թողվածը, որովհետև քեզ չհասկացան։ Հարց տուր քեզ ում համար ես արել։ Քիչ էլ չես արել, ում համար ես արել։ Մեկը այդ անելու ընթացքում դու քրտնելու ես, մեկը այդ անելու ընթացքում դու սպասումը տումից մարդկանցից, մարդը քեզ կասի շնորհակալություն, երկնքի վարձքից կկտրվես։ Դու նենց մարդ եղի, որ աչքդ գցած վարձքին։ Հիսուս ես եմ քո համար եմ արել։ Կապ չունի մարդը կհասկանա թե չի հասկանա։ Իմ նվիրումը քեզ է եւ քեզանից էլ սպասում եմ։ Իսկ եթե դու մարդ եղար, ես անում եմ, իրանք չեն անում, էլ չես անելու, նեղանալու ես, դատելու ես, հիասթափվելու ես, այսքան տարի ամենակ մենք ենք անում, ում համար ես անում, վարձքին սպասում ես չէ երկնքում, այսքան տարի ամենակ ես տեսա, մեկը չկա որ տենա, Քեզ փառք Աստծո Աստված տեսողություն ա տվել, ռենտգեն ապարատ ա տվել, տեսնել անտեսանելին։ Դե տեսել ես, դրդապատճառը չշտկի գնագործողության վերածել։ Ես նաև ուզում եմ ձեր խոսամ աղոթքի եւ խոսքի կյանքի, որ դուք էլ համար չեք։ Ծույլությունը եկել ա ջարդել ձեր համառությունը։ Այդքան տարի կարդացի ինչ տվավ։ Էլ խի կարդամ, էլ մտնեմ ինչի համար աղոթեմ։ Ես լիքը բազում ծույլ քրիստոնյաներ եմ տեսել, որ ուղղակի շատ լավ սկսել են, բայց հիասթափությունները կյանքի, բայց մի քիչ շատ իմանալը, հիշում ես Իսրայելին ինչ ասավ Աստված, երբ որ դուրս էր գալի Եգիպտոսից ասավ, երբ որ մտնես կաթ ու մեղր բխող երկիր, ուտես, կշտանաս, քո Տեր Աստծուն չմոռանաս, միգուցե մի երկու բան ավել գիտես, մի քիչ էլ կշտացել ես,
քո Տեր Աստծուն չմոռանաս։ Ոնց կարաս մոռանաս քո Տեր Աստծուն։ Եկեղեցի չգալով, դու արդեն մոռանում ես քո Տեր Աստծուն, որովհետև եկեղեցու գլուխը ինքն է, հովիվը չի, քո սպասումը հովվից չլինի, սպասումդ եղի Աստծուց, որ Աստված կօգտագործի այդ մարդուն։ Դու եկեղեցի գալիս ես ում համար։ Աստծու թե մարդկանց։ Այն օրն էլ եկա եկեղեցի, սիրուն հագնված, մեկը չասավ այդ ինչ գեղեցիկ ես։ Ում համար ես եկել։ Որ մարդիկ ասեն, որ գեղեցիկ ես։ Կարան գրեն կպցնեն գեղեցիկ։ Ինչ դրդապատճառով։ Որն էր քո դրդապատճառը, սպասումդ մարդուց է։ Երբ որ կանգնեցիր Հիսուս Քրիստոսի առաջին, լինելու ես մենակ։ Պատասխան ես տալու քո արածների եւ չարածների համար։ Չի լինելու կողդ բազում մարդիկ։ Չի լինելու։ Ու գիտես, այս մարդու որակների մասին է խոսում, որ ինքը ժիր էր, ծառայող էր, փորձված էր։ Սա որակները, որ պետք է մեր մեջ ձևավորվի։ Գիտես, Աստծո խոսքի մեջ միտեղ կա գրված, որ մարմնի վարժությունը քիչ բանի համար է օգտակար, բայց աստվածապաշտությունը ամեն բան է։ Գիտես, աստվածապաշտությունը վարժեցնելը դա այնքան էլ հեշտ գործ չի։ Դու չես ուզում աղոթես, Սուրբ Հոգին ասում է գնա աղոթքի։ Դու չես ուզում կարդալ, Սուրբ Հոգին ասում է գիրքը վերցրու կարդա։ Դու չես ուզում էդի, բայց վարժեցնել բառը պատկերացնում ես վարժեցնել, վարժված։ Օրինակ, այստեղ ինչ որ մեկը կա, որ փորձաշրջան անցել ինչ որ բան վարժվելու։ Որ փորձաշրջան ես անցել, ասենք խանութում պիտի աշխատես, ասում են, հələ մի 20 օր արի։ Մի հատ քեզ վարժեցնենք։ Մի հատ տեսնենք դու կարող ես թե չէ։ Ինչքան մարդիկ են ելել, որ չվարժվեցին, ասին դու հարմար չես։ Որովհետև չստացվեց քո մոտ։ Վարժեցնել բառը դա մի օրվա գործ չի։ Աստվածապաշտությունով վարժեցնես քո անձը, քո մարմինը ինք ունի ցանկություններ, շնչի ոլորտի ցանկություններ, բայց հոգին ձգտում է դեպի վերև։ Մարմինը ինքը հողից է ստեղծված, ինքը գիտես ինչ է ուզում անի, նստի, պարկի, դեպի հողը, հոգի դեպի վերև, աղոթքի ժամանակ խես սենց անում, աղոթելու ժամանակ խես վերև ինձ փնտրում Աստծուն, որովհետև մարմինը ցանկանում է դեպի դիվանը, պարկի, հոգին հակառակ ասում է վեր կաց, մտի աղոթքի, մտի պայքարի, ծույլությունը բերում է թմրացություն, ծույլությունը բերում է թմրացություն, անտարբերություն, տեսել ես ծույլ մարդը, որ անցնում է մեկ էլ աշխատող մարդ, նույն տեղով անցնում է, են մեկն ասում է, չես տենում սա անելու է, ձեռդ բարձացրու, իջացրու, ասա, պետք չի։ Եկեղեցին պետք է դուրս գա այս վիճակից։ Աստված ուզում այս հոտը մեծացնի։ Ում միջոցով։ Կարող ես ասել Աստված, իմ միջոցով ուզում այս հոտը մեծացնի։ Ես պետք է ջանք անեմ։ Չնայես քո տարիքին, քո առողջությանը։ Գիտես, ես տատիկ գիտեմ, որ տնից մի օրվա մեջ եկեղեցում ինչքան անդամ կա խոսում է հեռախոսով։ Չի կարա գնա։ Իրան կարևորը խոսա այդ մարդուն։ Չնայես քո բաներին, որ սահմանափակվես։ Աստված քո միջոցով է մեծացնելու։ Դու ուղղակի պիտի պլանավորես։ Դու պիտի պլանավորես։ Ինչ եմ ուզում ես անեմ։ Օրինակ, ես փառաբանության մեջ եմ։ Ես մենակ դաշնամուր եմ կարող նվագել, բայց խի գիտար չնվագեմ, որտեղ ես երաժշտական եմ, հասկանում եմ, բայց խի ես բառաբանի վրա չփորձեմ, որովհետև ես երաժշտական եմ, հասկանում եմ, բայց խի չէ հերիքա ինչ գործ ունես, տնեցիք էլ ասում են, թող, այդ առավոտից ու եկեղեցում ես գիտարներ վեկալիր, տուն չես գա, ծույլացիր, ու ոնց ես մտածում, Ջոն Բիվերը մի հատ լավ գիրք ունի, բազմապատկիր քո մեջ եղած ներուժը, բազմապատկիր,
Ոնց բազմապատկես։ Տունը նստելով, առանց ջանքի, ծույլությունը խփելու է քո համառությանը։ Մի ժամանակ շատ համառ էր, բայց հիմա էլ համառ չես։ Համառությունը բերում է կարգ ու կանոն։ Ոնց ես մտածում, Հիսուսը համառ էր։ Ուզում է, որ մենք համառ լինենք։ Առանց համառության, օրինակ ոնց եք մտածում, այս եկեղեցին համառությունով է ստեղծվել։ Թե այս բանկից փողերն եկել էր մեզ հենց արագի մեջ սարքեցին։ Օրինակ ձեր տունը համառությունով է կառուցվել։ Բիզնես ես դրել, գնացել ես, համառությունով է եղել։ Առանց համառության ոչ քո գործն է աճելու, ոչ էլ Աստծուն։ Այն ռուսերեն sense մի բառ կա։ Չերեզ նի մագո։ Չեմ կարող։ Բայց գնում եմ առաջ։ Տեսել ես վիրավորված զինվորը ֆիլմերի մեջ։ Ինչ անում։ Ոտքից եթե վիրավորված է, ձեռքով իրան առաջ է տանում։ Եթե ձեռքն է վիրավորված, ոտքով է բարձում իրան։ Միգուցե ինչ որ բան կյանքումը դժվար է, բայց եթե չունեցար համառություն, առաջ չես գնա։ Աստված ուզում այն ծույլությունը, որ կա, հեռացնի եւ քո ներսում դնի համառություն։ Երկրորդ Պետրոս 1:գլուխ։ Եվ սույն այս բաների համար ամեն ջանք անելով ձեր հավատքը ներկայացրեք առաքինությունով։ Հավատքը պիտի ներկայացնենք։ Տեսել եք ներկայացումներ, որ ներկայացնում են։ Ցույց են տալ, էս են կարել, էս են կարել։ Մեր հավատքը պիտի ներկայացնենք, ցույց տանք։ Ինչով պիտի ցույց տանք։ Ձեր հավատքը ներկայացրեք առաքինությունով։ Առաքինությունը գիտությունով, եւ գիտությունը ժուժկալությունով, ժուժկալությունը համբերությունով, եւ համբերությունը աստվածապաշտությունով, եւ աստվածապաշտությունը եղբայրասիրությունով, եւ եղբայրասիրությունը սերով։ Այդքան մենք կարանք անենք։ Դժվար բաներ չէ։ Եթե մենք սեր ունենանք, ամեն ինչ արմատը սերն է։ Տարիներով ես աղոթել եմ. Հայր, օգնիր ինձ սիրեմ մարդուն։ Այնքան դժվար է մարդուն սիրել։ Եթե դու կարողացար մարդուն սիրես, տեղ ես հասել։ Եթե չկարողացար մարդուն սիրես, դու սկսելու ես տեսնել իր խնդիրները։ Մեկը քաչալ է, մեկը չաղ է, մեկը ճիշտ չի հագնվել, մեկի վրից հոտ է գալի, մյուսն։ Աստված չնայեց քո չափանիշներին։ Երբ որ քո ներսը ամբողջովին կեղտոտ էր, հոտած էր, Սուրբ Հոգին, որ դուրս էր եկել սրբությունից, եկավ մտավ քո ներսը։ Ու ինչ ասեց։ Մաքրում ենք։ Մաքրման աշխատանքներ։ Սկսեց մաքրել, հերթում։ Դու կարողացի նայես Աստծո աչքերով քո կողքի մարդուն։ Եթե Աստծո աչքերով չնայեցիր, շատ ես նեղանալու, շատ ես ընկճվելու։ Եթե սպասումդ եղավ մարդուց, շատ ես ընկճվելու։ Այո, մենք սպասում ունենք մարդկանցից, որ կօգնեն մեզ։ Բայց միգուցե չափանիշները շատ բարձր ենք դնում, շատ բարձր ենք դնում։ Սպասումները շատ ենք մեծացնում, բարձրացնում։ Որովհետև ձեզանում այս բաները մնալով կաճեն եւ 8-րդ խոսքից, որովհետև այս բաները ձեզանում մնալով եւ աճելով դատարկ եւ ապմտուղ չեն անի ձեզ եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտությամբ, բայց նա որ այս բաները իր մոտ չունի, կույր է եւ կարճատես, մոռացած լինելով իր առաջին մեղքերից սրբվելը։ Սրա համար եղբայր ավելի ջանք արեք, որ ձեր կոչումը եւ ընտրությունը հաստատ անենք, որովհետեւ սրանց անելով երբեք հանցակի մեջ չեք ընկնի, որովհետեւ այդպես էլ առատությունով կտրվի ձեր մտնել մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը։ Ինչպես անելով, ասում է, ջանք արեք, որ մտնեք ձեր կոչումի եւ հույսի մեջ։ Դու գիտես ինչ կոչում ունես Աստծուց։ Այդ կոչումի մեջ մտնելը պիտի ջանք անես։ Ես մի հատ ձեզ քարոզ եմ քարոզել կանչված կոչումի համար։ Տենց մեկը չկա, որ Աստված նրա համար կոչում չունի։ Տենց մարդ չկա։ Երբ որ զինվորներին կանչում են բանակ, Աստծո խոսքը ասում է, որ մենք Աստծո զինվորներն ենք։
ամեն մեկի համար կա կոչում, գոյություն ունի հաստիկապաշտոնային մատյան։ Ամեն զինվորը գիտի ինչ է իր կոչումը, իր զենքը, իր հագագազը, իր քնելու տեղը, բոլորը ունեն կոչում։ Ես չեմ հավատում Աստծո բանակը առանց կոչման ու քաոսի մեջ։ Ես էլ կոչում չունեմ, իմ կոչումը եկեղեցի գալն է, գամ, թերությունները տեսնեմ, գնահատեմ եւ հավաքեմ իմ մեջ, որ մի շաբաթ նորից նեղանամ։ Աստված չունի թաքնված տեսախցիկներ, Աստված ունի աչքեր, որ տեսել է գնահանելու։ Աստված ձեզանից լավ է տեսնում, ես թե ինչքան գործ կա։ Ուղղակի քեզ է ցույց տվել, քո սիրտն է փորձում, որ դու գնաս էդի անես, անելուս նենց հարամարտ չտենա։ Արել ես բրծել, ցույց մի տուր, որ արել եմ։ Որովհետև եթե ցույց տվիր, մարդիկ շնորհակալություն կասեն, բայց վարձքը, որ երկնքում է, վարձքը, որ երկնքում է, այդ վարձքից կմնենք, սպասում ունեցի Տիրոջից։ Ու ամբողջովին քո սիրտը թող շտկվի սխալ դրդապատճառները։ Այո, սխալ դրդապատճառները կարող քեզ տանեն դժոխք։ Սխալ դրդապատճառները։ Հիշում եք այն փարիսեցին, երբ որ աղոթում էր։ Շնորհակալ եմ Տեր իմ Աստված, որ քեզ ճանաչում եմ։ Սրանման էլ չէ։ Շաբաթը 8 օր ծոմ եմ։ 10-րդ եմ տալիս, աղոթելու ձև գիտեմ, բայց կողքին կանգնած հարկահավաքը կուրս քրծեցում էր, մեղավոր եմ, ով արդարացված գնաց իր տուն, այն մարդը, որ գիտեր աղոթելու ձևը, այսօր մենք եկեղեցում գիտենք, թե մարդիկ երբ որ մտան աղոթքի հետ բան վերապրման մեջ, լացեցին ուժեղ հոգևոր են, ինչ գիտես իր սիրտը, լացելով չեն հոգևորները որոշվում, հոգևորը որոշվում է տարիների հավատարմությունով, ուղիղ սրտով եւ ճիշտ դրդապատճառով։ Նրանց պտուղներից կճանաչեք։ Դու գիտես ինչա, այդ տարիների անցած մարդկանց չեն ճնշել, չեն ցավացրել, չեն կոտրել։ Ծնկելա նորից հելել։ Ընկելա գետնին, փորձել առաջ գնալ։ Դու եթե ես բնավորությունը համառության չձևավորվեց քո ներսում, ես ինչքան երիտասարդներ կա, որ խոսում ես իրանց հետ ասում եմ, քիչ էր մնացել, եթե մի ամիս էլ համբերե, այդ աղջիկը ինձ հակ ասեր։ Ինչ արավ։ Հաճախ ես գնացի ես, նեղացա որ գնաց։ Էլ չեմ ուզում։ Բայց տղա էլ կասում գիտես, 5 տարի հետևից գնացի։ Աղջիկը տեսավ, որ ես 5 տարի այդքան համառություն ունեմ իր հետևից գնալու, որոշեց կյանքը ինձ հետ կապ։ Համառությունը միշտ էլ ունի պտուղ, իսկ ծույլությունը միշտ բերում է անպտղություն։ Իսկ նեղացկոտությունը ուղիղ քեզ տանում է ծույլության։ Կա չէ՞ սենց մարդ որ ասում են, ինքն էլ մի քիչ բան է։ Չգիտեմ, իր մոտ մի քիչ ուրիշ ձև է։ Ոնց որ սենց ալիքը կբռի կանի, ալիքը չի բռի չի անի։ Ուզում ես հասկանաս այդ ալիքը որտի է որ պետք է բռնի, ինչից է շատ հեռացել, ինքն էլ տենց է, ինքը տենց չի։ Ուղղակի պահի տակ սպասում է մարդուցան, նեղացել է, խռովել գնացել։ Մեկ է ժամանակ է պետք որ ինքը իրան հավաքի գա։ Այդ նեղացկոտությունը քեզ տանելու է դժոխք։ Ես ինքը շատ նեղացկոտ եմ, շատ վիրավորվող, Աստված գերբնական իմ սիրտը փոխել է, որովհետև դու գիտես թե պիտի անկեղծ ես։ Նեղացկոտ ես ասես Տեր իմ Աստված գիտես իմ բնավորությունը, փոխել այս բնավորությունը իմ սրտից, հանի իմ սրտից այս ամեն ինչը, որտեղ իմ սպասումները սխալ է, որտեղ ես Հիսուս քո համար չեմ անում, եթե քո համար անեմ, սպասումը քեզանից կլինի, մարդկանցից չեմ վիրավորվի։ Ես նաև ուզում եմ խոսամ մարմնի անդամների մասին եւ աստվածապաշտության կերպարանքի մասին։ Օրինակ միգուցե մարդիկ գան այստեղ քարոզելու տեսնեն, որ աստվածապաշտության կերպարանքը կա եկեղեցում, բայց զորությունը այն չի։ Ինչն է պատճառը։ Աստծո խոսքը խոսում է մարմնի անդամների մասին, որ մարմինը բազում անդամներ ունի։ Գիտես այնքան հետաքրքիր երկու ձեռքեր, ու երկու ձեռքից մեկը դու չես կարող sense միանգամից շուտ հասկանաս, որ ինքը ինչ ձեռք է։ Ուղղակի ձեռքերից մեկը ինքը պրոթեզ է։ Դու sense ուղիղ հայացքով չես հասկանում, որ ինքը ձեռքեր է։
բայց ձեռքերից մեկը պրոթեզ էր։ Ու գիտես, եկեղեցում այնքան կա պրոթեզներ։ Ինչա պրոթեզ։ Պրոթեզը ունի կերպար, բայց կպած չի մարմնին։ Պրոթեզը չի զգում ցավը։ Պրոթեզի վեճեն չի թե մարմինը ինչ կներեք այս բառերի համար։ Պրոթեզը ինքը ցավ չի զգում, որ ոտքի է մյուս անկյունը ցաված։ Եկեղեցում բազում պրոթեզներ կան, որ աստվածապաշտության կերպարանք ունեն, բայց սրտացավություն չկա։ Աստվածապաշտության կերպարանք ունեն, բայց իրան հետաքրքիր չի, թե ինչ կլի, սրտացավություն չունի։ Գիտես, թող այդ վիճակը երբ որ կա, մարդիկ միգուցե տեսնեն, որ դու լավ ծառայող ես, բայց Աստված քննում է քո սիրտը։ Կերպարանքը դու մարդու համար ես ստեղծում, տեսեք ես ինչ լավն եմ։ Բայց այդ անդամը ցավը չի զգում մարմնի։ Այս ծույլությունը ինքը բերում է ոնց որ ուժ չլինի մեջը, չուզես անես, ինչ որ բանն է ցելի, որ ընդհանրապես ցանկություն չունես դու դրանով զբաղվես։ Կենթանի կա այդ ձևի կոչվում է լինիվեց։ Դե բառը հուշում է, որ ինքը շատ ծույլ է։ Ծույլ մարդը շատ դանդաղ է շարժվում։ Դանդաղ, այդ կենթանին, որ կա այդ լինիվեց, ինքը շատ դանդաղ է շարժվում։ Ես մի հատ բան եմ տեսել, տենց ռոլիկ եմ տեսել, որ ինքը ձեռքը սենց երկարացնում է կամած արծիվը ձեռքից տարավ։ Սենց ձեռքը կամած, հատե տարավ, ոչ։ Ծույլությունը բերում է այդ ձև անտարբերություն։ Իժիր լինելը, ջանասեր լինելը, աշխատանքի մեջ վարժ լինելը բերում է պտուղ։ Աստծո խոսքի մեջ էլ է գրված առակացում, ասում է ժիր ձեռքով աշխատողը թագավորների մոտ կկանգնի։ Որ ձեռքով աշխատողը արագաշարժ լինել։ Մարդիկ կա, որ իրանք շատ արագաշարժ են իրանց տունը։ Նա մանավանդ աղջիկեքը ու բորգի։ Մեկ ես համեմատում եմ այդ վիճակը, որ զալից սպալնայի զալ։ Դրոնները տեսել եք ոնց են կան։ Այդ արանքում բայց ձեռքին լիքը բաներ կա։ Անցնում են անանցանելի տեղով։ Ես մի ձեռքին լվացքն է, մի ձեռքին կուխնյայի խմորը, բան մի դռնով անցնում է, թե ոնց ասում չգիտես։ Այդ պահին ընդունում է։ Բայց նույն բանը չես տենում այդ մարդը, որ եկեղեցում է։ Ինքը շատ լավ տներ է մաքրում, բայց Աստծո տունը չի ցանկանում մաքրի։ Ու հարց առաջացնում տարիներով։ Դու կեղտոտել ես այս տարածքը տարիներով։ Բայց ցանկություն չունես մաքրել։ Դե իրանք կանեն, ես այդ ամեր արած ջանք Աստծո համար։ Դե ես տարիքով եմ, ես չեմ կարամ։ Դե տենց մարդ չկա, որ չկարամ։ Տենց մարդ չկա, որ չկարամ։ Դա լրիվ խապկանքներ է։ Բոլոր մարդիկ, ուրիշ բան չի։ Եթե այնքան չես կարող, գոնե ձեռքերը դու ես չէ լվանում։ Ոնց դու կարող ես։ Վերցրու այս ժամանակի մեջ։ Ասա Հիսուս, ես քո համար եմ ինչ-որ բան անելու ես եկեղեցում։ Ես որոշել եմ գամ, մտնեմ։ Հասարակ մաքրման, ոնց եք մաքրում այստեղ։ Տարիներով նույն մարդիկ։ Այնքան լավ կլի, որ միանաս իրար օգնենք, որ չհոգնենք։ Դժվար է, գործը հեշտ չի լինում։ Մարդիկ գիտեն, թե մենք կանչված ենք միայն մաքրության համար։ Դրդապատճառները չշտկի, ծույլությունը կողքի դիր։ Ասա ես շատ չեմ կարող, ամիսը մեկ, ես ինչ որ ես կարամ գամ, ծառայեմ ու օգնեմ ձեզ։ Ուզում ենք հոտը մեծանա, ոնց մեծանա, որ հոտի մյուս անդամները որոշել են պատխաբերություն չունենան։ Այս կենթանի անուն լինիվեց է, այս իր համար նորմալ է, բայց այն մյուսի համար ինքն էստեն չի աշխատում, ինքը չաշխատող է, բայց այն մյուսն է կարող որ գցես, այսի նորմալ չի։ Ես ինքը ուղղակի այսօր էլ որոշել եմ ասում, լավ եմ արել, այսօր էլ որոշել եմ հանգստանալ։ Դրանից մի ամիս առաջ էր նույն բանը անում։ Այդ էլ հաջորդ օրն է։ Ինչ ջանք ես դնում, նա քեզ քննի, աշկեր փակի քեզ քննի։ Ինչ ջանք ես դնում, որ եկեղեցին մեծանա։ Ինչ ջանք ես դնում, որ եկեղեցին աճի։
Ինչ ջանք ես դնում, որ Քրիստոսի մարմինը ստեղ ինչ որ մի բան փոխվի։ Ինչ ես անում դու։ Մեկ էլ նայ, այս ինչեր կարաս անես։ Այ հիշում ես, որ դու շատ լավ նկարիչ ես, դու կարաս տորտ թխես, դու կարաս մաքրես, լիքը պարգևները Աստված քեզ տվել։ Ու դու ուղղակի ծույլությունով ասում ես թող անեմ։ Ու մի առակել ասեց. մի մարդ իր այգու մեջ թզենի էր տնկել, եւ եկավ նրա վրա պտուղ որոնու եւ չգտավ, եւ այգեպանը ասեց. Եվ այգեպանին ասեց. Ահա 3 տարի է, որ գալիս եմ պտուղ որոնելու այս թզենու վրա եւ չեմ կարողանում եւ չեմ գտնում, կտրիր դրան, ինչու դա երկիրը խափանի։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. Տեր, այս տարի էլ թող դրան միջև որ դրա 4 կողմերը փորեմ, աղբացեմ, թերևս պտուղ բերի, ապա եթե ոչ, եկող տարի կտրի դրան։ Էսի այն պատկերն է, որ Հիսուսը մոտացել է քեզ։ 3 տարի է պտուղ եմ ման գալի վրան, չկա, ման եմ գալիս վրան, չի փոխվում ես մարդը, նույնն է, պտուղ չի տալիս, անպտուղ է, ու ստեղ դու տեսնում ես այդ հոգատար սիրտը, կլնի ավակ, հովիվ, ծառայող, ուղակի մարդ, կանգնում է Հիսուսի և կտրվելու արժանի ծառի արանք, արժանի է կտրվելու, որտև եկեղեցում մարդիկ կասում ես, Էդի չի փոխվում, գործ չունես դրա հետ, բայց Աստված ուզում է քո սիրտը պատրաստի, որ մարդ լինես, կանգնես կտրվող ծառի և Հիսուսի արանքը և խնդրես, ծառը չխնդրեց Հիսուսի, մշակը ասավ, սպասի, այս տարի ես ինչ պիտի անեմ, ես պիտի կոստյումս հանեմ, ռաբոչի շորերս հագնեմ, գնամ այդ ծառի մոտ, ինչ պիտի անեմ, փխրացնեմ, էլ ինչ պիտի անեմ, գոմախբ, հեշտ է գոմախբի հետ աշխատելը, գնամ միտեղից գոմախբ պիտի բերեմ, լցնեմ տակը, աշխատեմ իրա հետ, եթե մյուս տարի էլ այդքանից հետո պտուղ չտա, կկտրես, այդ սիրտը ուզում է Աստված ձևավորի քո ներսում, կանգնես կտրվող ծառի արժանի մարդու ու Տիրոջ արանքը խնամք տանես, որ հույս կա նրանից, միգուցե այո 20 տարի պտուղ չի բերել, բայց հույս կա, ես որոշել եմ լինեմ մշակ անմշակ ծառերին, անպտղաբեր ծառերին, ինչքան անկա դրանց, որ բոլոր ասում են հնարավոր չի դրանից մարդ դուրս գա, հնարավոր չի այդ տեսակը փոխվի, մենք լավ գիտենք, սա խոսքերա, որ հրճակվում է այդ մարդուն, ու մեկն ասի հնարավոր է, ու սկսի աշխատել իր հետ, սկսի ջանք անել, սկսի հույս տեսնել, Աստված քեզ դրա մեջ է ուզում օծի, կանգնես, անպտուղ ծառի և Տիրոջ արանքում, ու գիտես ես առակը չունեցավ վերջ, Հիսուս ես առակը պատմեց ու թողեց ձեզ վրա, չասավ այ եթե եկավ մյուս տարի կտրեց, չկտրեց, որովհետև արժանի էր կտրելու, բայց Աստված ուզում էր այստեղ ցույց տա ծառայող սրտի որակի մասին, հույս տեսնի անհույս տեղերում, առանց ջանքի դու չես կարող լինես մշակ, առանց քրտնելու դու չես կարող աշխատելու մեջ չքրտնես, դա պետք է իրար չգաս, հանգի սենց, եթե մարդը ջանք արավ, ինքը կունենա այդ պտուղը, իսկ եթե ջանքի մեջ ծույլությունը մտավ, ծույլությունը ջարդելու է քո համառությունը, բայց այսօր ուզում եմ այս վերնագիրը մենք փոխենք, համառություն, որ կջարդի ծույլությունը, համառություն, որ կջարդի ծույլությունը, որտև այո, խոսքի ձև էր ծնվել, ծույլություն, որ ջարդում է համառությունը, բայց այսօր դու վերցրու քո համար նշի, իմ համառությունը կջարդի այն ծույլությունը, որ ես ունեմ, ու ես ունեմ այդ ծույլությունը, ամեն, Փառք Հիսուս Քրիստոսին, գիտես Եսայի մարգարեության 53-րդ գլուխը ամբողջովին խոսում է Հիսուսի մասին, և մի հատ հետաքրքիր բան ասում, և իր 53:11, և իր անձի աշխատության պտուղը պիտի տեսնի և կշտանա, ինչ պիտի անի, Հիսուսը պիտի տեսնի իր անձի աշխատության պտուղը,
Ես Քրիստոսի անձի աշխատության պտուղն եմ։ Իմ համար խաչն է բարձրացել։ Ինձ ասում է, որ գնա իմ պտուղը ավելի պտղաբերար է։ Ինձ ասում է, եթե դու ունեցար համառություն, համբերություն ու դու աշխատեցիր, անհնարավոր պտղաբեր չլինի, անհնարավոր պտուղ չլինի։ Իսկ եթե դու ասիր այդ ծառը կտրելու էլ արժանի է, Հիսուս, կտրի։ Աշը սրա մեր եկեղեցուց տարեց 20 տարի ներվերներ ես կերելու։ Սրա նման։ Ու սկսեցիր ես թույնը տարածես եկեղեցում։ Քո կարծիքով այդ ծառը տենց կկտրի, հա։ Աստված բերել է իրան ու քո կողքին դրել, որպես քո համար մարմնամարզություն։ Ստուգելու քեզ, քո ներսում ինչ կա։ Դու ինչ սիրտ ունես, ինչ դրդապատճառ ունես, ինչ է փոխվել սիրտեն, ու ամեն օր ի հայտ է գալիս։ Տեսել ես մարդիկ, որ ասում են, այդ մարդը, որ ձեր եկեղեցում է, ես չեմ գալու։ Ուրեմն մարդու համար է գալի եկեղեցի, Աստծո համար չի գալիս։ Շտկի քո դրդապատճառները, ուղղի քո աշխատանքի ուժը դեպի համառության, անտարբերություն կգա ծույլության պատճառով, անտարբերություն։ Տեսել ես մարդիկ, որ ինչ-որ բան տեսնում են ու սենց են, չենք տեսել։ Ես ինչ լավ է, ես չտեսա։ Կամ որ ճանապարհին մի մարդ ես պատահում, չես ուզում բարևես, չես ուզում խոսես, որովհետև չեմ ուզում։ Սենց հանդիպում եք արդեն աչք-աչքի գցելու սենց ու զանգում ա քեզ, այն օրը տեսա, չեմ տեսել, ես քեզ չեմ տեսել։ Տեսել եմ, չէի ուզում անեմ։ Այսօր դու եկեղեցում լիքը թերություններ կտեսնես, տեսել ես, բայց սենց ասեմ, չեմ ուզում անեմ։ Ով անի, իրանք թող անեն։ Այդ իրանքը ոնց որ նենց մի հատ հատուկ ընտրված մարդիկ են, օծված, առանց իրանց չի լինի։ Իսկ եթե դու այդ մարդկանցից ես, որ իրականում քո վրա շատ բան կա, միգուցե դու էլ սկսես վստահել կողքիդ մարդուն, որտեղ քո ամբողջովին ձեռքերդ գցելու պատճառով Աստծո գործը կկանգնի։ Որտեղ Աստծո խոսքը ասում է խորհրդականների շատությունով թագավորությունը հաստատվեց, ինչի շատությունով, մեկ մարդով, բազում մարդկանց միջոցով։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին, մենք Քրիստոսի անձի աշխատության պտուղն ենք ու Աստված համառությունով գնաց մինչև խաչ։ Հեշտ չէր խաչ բարձրանալ։ Ու Պետրոսը ինչ էր ասում։ Մի գնա, մի արա։ Այսօր այնքան մարդիկ կա, որ քեզ ասում են մի արա։ Ուր ես գնում։ Բայց դու համառությունով այսքան տարի եկել ես։ Ուղղակի ես եկել եմ ասեմ, հիշիր այն սկզբիդ համառությունը։ Հիշիր ինչ համառությունով էր անել, որովհետև քո հավատքը արդեն կրոնի կվերածվի, երբ որ դու անես ուղղակիորեն։ Թող մեր հավատքը գնա հավատքից հավատք։ Մենք Փառք Հիսուս Քրիստոսին։ Իրես մի խոսք կա հայտնության գլխում, որ կուզեմ սրա մասին էլ խոսենք։ Լաուդիկեի եկեղեցու հրեշտակին գրիր, հայտնություն 3-րդ գլուխ 14-րդ խոսքը։ Լաուդիկեի եկեղեցու հրեշտակին գրիր, սա է ասում ամենը, հավատարիմ եւ ճշմարիտ վկան, Աստծո արարածների սկիզբը, գիտեմ քո գործերը, որ ոչ ցուրտ ես, ոչ էլ տաք։ Ոչ թե ցուրտ լինեիր կամ տաք, ուրեմն որովհետև գաղջ ես, ես եւ ոչ տաք ես եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանից։ Որովհետև ասում ես, թե հարուստ եմ, մեծացել եմ եւ ոչ մի բանի կարոտ չեմ, բայց չգիտես, որ դու թշվառ ես, ողորմելի եւ աղքատ, եւ կույր, եւ մերկ ես, եւ խրատ եմ տալի քեզ, ինձնից կրակով փորձված ոսկի առ, որ հարստանաս, եւ սպիտակ հանդերձներ, որ հագնես, որ քո մերկության ամոթը չերևա, եւ դեղ դիր աչքերիդ, որ տեսնես, եւ որոնց որ սիրում եմ, հանդիմանում եմ եւ խրատում եմ, ուրեմն ջանք արա, որ ապաշխարես։ 20-րդ խոսքում կարդանք, հետո գիշնենք ներքև։ Ինչ է ասում, ասում է դեղ դիր աչքերիդ։ Բազում բաների մասին խոսում է, դու գիտես գաղջության մասին, որ
Այդ գոլ վիճակը այդքան էլ հաճելի չի Աստծուն, հավատքի մեջ նամանավան։ Այս ամենը ծնվել է մի բանից, որ այդ Լաոդիկիա քաղաքի մյուս կողմում եղել է սառը ջրեր, մյուս կողմում եղել է տաք ջրեր, ու փորձել են խողովակներով այդ ջուրը բերեն, ու ստացվել է երկու դեպքում էլ ջուրը տեղը հասել գոլ։ Այնտեղ ճանապարհին տաքացել է, այստեղ ճանապարհին սառել է, ու ջրերը հասել են գոլ ու անպիտան։ Ու գոլ ջուրը գիտես որ այդքան էլ հաճելի չի, փսխում ասված այդ ուզում ես մեկին հետ տա, գոլ ջուր ես տալի որ հետ տա։ Իրականում այդ գոլ վիճակը Աստծուն հաճելի չի, բայց այստեղ մի հատ հետաքրքիր բանի մասին է խոսում, որ ասում է ջանք արա որ ապաշխարես։ Ուրեմն ապաշխարության համար պետք է ջանք էլ անեմ, այո, երբ որ գտել ես քո խնդիրը, դու պետք է ջանք անես նրա վրա։ Առանց ջանալու, առանց ջանքի չի լինելու։ Դու այդ ջանքը պետք է անես, համառություն պետք է ունենաս, որ գնաս փոխվելու, անկեղծ լինես։ Ու ինչ էր ասում, որ դեղ դիր աչքերիդ որ տեսնես։ Գիտես ինչքան ես գիտեմ պատմությունը խոսում է, որ շատ այդ տարածքում իրանք հմուտ են եղել աչքի դեղի համար։ Իրանք հարուստ են եղել, որտեղ ասում է դու ասում ես ես հարուստ եմ, ոչ մի բանի կարոտ չունեմ, ինքը կենտրոն է եղել աչքի դեղ պատրաստելու։ Ու աչքի դեղը շատ թանկ է եղել, այդ տարածքի մարդիկ հարուստ են եղել։ Ու ասում է դեղ դիր աչքերիդ, դու կույր ես եւ կարճատ ես, դե որ դու ասում ես ես գիտեմ բոլորը, ասում է ոչ տեսնում ես, դեղդի աչքերիդ որ տեսնես։ Ու խոսքի մյուս հատվածում տեսնում ես, որ Հիսուս ասում է, ես կանգնած եմ, ահա ես դռան առաջին կանգնած եմ եւ թակում եմ, եթե մեկը լսի իմ ձայնը եւ դուռը բանակ կմտնեմ նրա մոտ եւ ընթրիք կանեմ նրա հետ եւ նա ինձ հետ, ով որ արթուն է կամ նրան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վրա, ինչպես էլ ես հաղթեցի եւ նստեցի իմ հոր հետ նրա աթոռի վրա, ով որ ականջ ունի, թող լսի, ինչ որ հոգին ասում է եկեղեցուն։ Մի հատ ուզում եմ հետ դառնալ, ասում եմ, ահա ես դռան առաջ կանգնած, ինչ եմ անում, թակում եմ։ Դուք ո՞նց եք հասկանում, այսով է ասողը։ Ասողը Լաոդիկեի եկեղեցին է։ Խի էր Հիսուսը եկեղեցուց դուրս։ Ով էր հանել եկեղեցուց Հիսուսին, որ ինքն էլ դռնից էր թակում։ Իշխանություն չուներ լինելու եկեղեցի ներսում։ Այո, ծույլությունը, անտարբերությունը, ուղղակի Քրիստոսին դու տեսնում ես եկեղեցուց դուրս անում, որտեղ Հիսուսը ուզում է ինչ-որ բան անի, բայց դու չես գնում։ Ասում ում ուղարկեմ, ասում ահա ես ինձ ուղարկի, եթե դու չես գնալու, չես շարժվելու Աստծո հոգով, գործողություն չես անելու, լինելու ես ծույլ Քրիստոսի մարմնի մեջ, բայց գերազանցիկ քո տունը, հարց առաջանում, բա ո՞նց պիտի հոտը մեծանա, բա ում պիտի օգտագործի Աստված։ Աստված ուզում է իր հոտը մեծացնի ձեր միջոցով։ Հոտի մեջ պիտի ես ինքս պտղաբեր լինեմ։ Անպտղաբերությունը գալիս է կոնկրետ ինձանից։ Եթե ես սենց մի հատ խոսք կար, աշակերտը պիտի ունենա աշակերտ։ Եթե ես աշակերտ եմ, Հիսուսից սովորում եմ, Հովվից սովորում եմ, ծառայողները ինձ սովորացնում են, ես ունեմ իմ գլխին մի հատ, ես պիտի ունենամ աշակերտ։ Աշակերտը պիտի ունենա աշակերտ։ Աշակերտությունն է Քրիստոսի մարմնի մեջ բազմապատկվում, ոչ թե կրոնը, այլ աշակերտությունը։ Գնաս սովորացրու այնինչ գիտես, ում Աստված քեզ գիտի այդ մարդը դրել է կողքդ։ Հարևանդ, բարեկամդ, կարող ասես ես շատ բան չգիտեմ, ինչ գիտես, դու գիտես, համարձակություն ունեցի, բերանդ բացելու, պտղաբեր լինելու, խոսալու ինչ որ մեկի հետ։ Ու դու զարմանալու ես Աստված ոնց է իրանց կյանքում հրաշքանում։ Աստված գիտես ում է օգտագործում, թույլերին, որ իր վրա հույս չունի, որ ինքը զերո է։ Ասում է, եթե դու չխառնվես այս պահին, համարձակություննի ձեռքը դիր մեկի համար աղոթես, Աստված օգտագործելու է քեզ, Աստված ուզում է դու համարձակ լինես, ոչ թե փակես այս ամենը, ոչ թե ասես ես չեմ կարա, ես չգիտեմ, իմ մոտ չի ստացվի, չի լինի, որովհետև ինքը չգիտի, չի լինի, այդ չհանեցեք։ Ամեն բան հնարավոր է հավատացողին։ Հավատացողին։ Եվ Քրիստոսը եկեղեցու մեջ չէր, որովհետև եկեղեցին չէր շարժվում, չէր աճում, պտղաբեր չէր։ Դուրս էին արել Քրիստոսի եկեղեցու։ Ու դրսից էր թակում արդեն։ Մի հատ հետ նայեցեք, տեսեք ինչերի մեջով եք անցել։ Ինչ հավատքի գործեր եք ունեցել։ Հիսուսը ինչքան հրաշք արել քո կյանքում։ Քանի անգամ է քեզ նեղ տեղերից հանել։
Ու այսօր դու անհույս, անլույս, չգիտեմ, այդ բոլոր անները կան էլ։ Ու ասում ես ոնց կլինի իմ վերջը։ Բա մեր արդար բանան զանգով կկախի։ Մեր արդար ցեղը սենց կորչ չի գնա։ Հիշում եք այն ֆիլմը, որ Նաջանը ոտը սեղմում է, ասում է ինքեր Նաջայան, ախեր պրոտեզս էր, պրոտեզս։ Մի եղի պրոտեզ Քրիստոսի մարմնի մեջ։ Մի եղի պրոտեզ Քրիստոսի մարմնի մեջ։ Աստվածապաշտության կերպարանքը ունենք, բայց ոնց որ Աստծո զորությունը միջոցով չի գնում, չի հոսում, որովհետև չես օգտագործում։ Աստծո զորությունը քո ներսում կա։ Որ ինչ անես, տանեմ տունը պահեմ։ Միգուցե քո տան անդամները չգիտեն, որ դու լեզուներով աղոթում ես, որտեղ ինքդ տունը լեզուներով չես աղոթի։ Այս ինչ որ լսել ես, գնա տունը, սկսի այդ մարդկանց խոսալ, իրանք փախչելու տեղ չունեն։ Եթե դու մայր ես, պիտի հաց տաս իրան, սոված գալու է մոտ, դուր պիտի գնա։ Այդ մի աման ճաշը լսնելուց եւ օրհնի եւ ասա լսի, Հիսուսը քեզ սիրում է։ Գիտես, ես բազում վկայություններ գիտեմ, որ իրանց մայրիկի, իրանց տատիկի, իրանց հարազատների ասած խոսքերը հետո սկսել է իր հետ խոսել։ Այն ուժը, որ քո մեսում է, թողա բազմապատկում, սկսի պտուղ տա, որ եկեղեցին մեծանա։ Օրինակ նայեք հասարակ էքսպերիմենտ անենք։ Մեկին գումարած 1, հավասար է 2։ Մեկ անգամ 1, 2 գումարած 2 հավասար է 4։ 2 անգամ 2 4 հավասար 6։ 4 անգամ 4 բարձրացավ 16։ 4-ին գումարած 4 8։ Գիտես, այս եկեղեցու համար գումարելիների ժամանակը անցնում է, գալիս է բազմապատկման ժամանակ։ Վերցրեք այս խոսքը։ Բազմապատկումը լինելու է քո բազմապատկումը։ Ոչ թե էլի Անահիտ, էլի մյուսի, ոչ։ Դու պիտի բազմապատվես։ Դու պիտի քո տնից էլ մենակ չգաս։ Ձեր շենքից էլ մենակ դուրս չգաս, որտեղ Աստված ուզում է քեզ բազմապատկի։ Դու պիտի բազմապատվես, բայց եթե դու ուտեղ ելար ծույլ, եղար ոչ համառ, կոտրվեցիր, անտարբերություն, մյուս պատճառներով դու ուղակի մատդ մատին չես տալու։ Էլ բեմից քարոզել քեզ ցեն չի հետաքրքրելու, էլ չի ձգելու, էլ չես փոխվելու։ Քո նպատակը լինելու է, որ քո բեջը շուտ գցես։ Կլինելու է, որ գամ իմ գործը պրծնեմ, որովհետև շուտ պրծնեմ գնամ։ Գնանք եկեղեցի, շուտ պրծնենք գնանք։ Որ ասես գնամ եկեղեցի, այսօր որոշել եմ մի ժամ էլ ավել մնամ։ Այնտեղ ոնց որ գործ կար միտեղ թափված, ինչ որ բան կար։ Ես ուզում եմ այսօր Հիսուսի համար ինչ որ բան անեմ։ Ես ուզում եմ գնամ եւ օգնեմ։ Ու գործը անելուց առաջ էլ ասեմ, Տեր իմ Աստված, շնորհակալ եմ, որ տվել ես ինձ առողջություն, ձեռքեր, ոտքեր։ Ինչ որ բան անելու, ես սա չեմ անում մարդկանց առաջ, անում եմ քո համար։ Ես ջարդում եմ իմ ծույլությունը, վերցնում եմ իմ համառությունը եւ սկսում եմ քո համար ինչ որ բան անել։ Ու ինձ հետաքրքիր չի մնացած մարդիկ կանեն, թե չեն անի, որովհետև ես քո համար եմ անում։ Իմ սպասումը քեզանից է։ Դու էլ ինձ պատասխան։ Միտեղ էլ ուզեմ կարդամ ու կամած գամ ավարտին։ Գիտես, պարապության հետ կախված մենք գիտենք, որ պարապությունը ինչի է բերում։ Մատթեոս ավետարան 12-րդ գլուխ։ Եվ պիղծ ոգին դուրս է գալիս մարդկանց, անջուր տեղերով ման է գալիս, հանգիստ խնդրելով եւ չի գտնում։ Այն ժամանակ ասում է ետ դառնամ իմ տուն, որտեղ դուրս է եկա, եւ գալիս է եւ նրան գտնում է պարապ, սրբված եւ հարդարված։ Այն ժամանակ գնում է իրենից ավելի չար 7 ոգիներ, առնում եւ իր հետ մտնում բնակվում այնտեղ։ Եվ այն մարդի հետինը ավելի չար է լինում, քան թե առաջինը։ Այդպես էլ կլինի այն չար ազգին, եւ նա տակավին ժողովրդի հետ խոսելիս, ահա նրա մայրը եւ նրա եղբայրները դուրսը կանգնած ուզում էին նրա հետ խոսել, եւ մեկը ասավ նրան. ահա մայրդ եւ եղբայրները դուրսը կանգնած ուզում են քեզ հետ խոսել։ Նա էլ պատասխան տվավ եւ իրեն ասողներին ասեց. ով է իմ մայրը եւ ով է իմ եղբայրը։
եւ իր ձեռքը դեպի իր աշակերտները մեկնելով ասավ. ահա իմ մայրը եւ իմ եղբայրը, որովհետեւ ով որ իմ հոր կամքը կատարի, որ երկնքում է, նա է իմ քույրը, եղբայրը եւ մայրը։ Ով որ իմ հոր կամքը կատարի, նա է իմ եղբայրը, քույրը եւ մայրը։ Գիտես, եթե դու այսօր Աստծո կամքն ես կատարում, դու Քրիստոսի մայրն ես, քույրն ես, եղբայրն ես։ Բայց միգուցե դու քո թագավորությունն ես ստեղծում։ Միգուցե դու այցելում ես բազում մարդկանց, որ այնտեղ մի քիչ բան ունենաս։ Դու գիտես, հետաքրքիր բառ կար ստե որ ասում է, երբ որ պիղծ ոգին դուրս է գալիս եւ անջուր տեղերով ման է գալիս։ Ովքեր են անջուր տեղերը։ Դա Սուրբ Հոգով լցված մարդիկ են։ Դա Աստծո գործի մեջ մարդիկ են, որովհետև պիղծ ոգու համար ջրալի չեղան։ Պիղծ ոգու համար ջուր չկար որ մտնի, որ ինքը լավը զգա։ Եղիր անջուր տեղ պիղծ ոգու համար, որ ջրալի չլի քեզ մտնի, որ վիրավորանքով չմտնի, նեղասկոտությունով, խռովվածությունով չմտնի։ Պիղծ ոգին ման է գալի, ջրալի տեղ է ման գալիս։ Այն որ ասում է, ճիշտ է, շատ ջուր չկա, բայց կաթիլ թափվում է։ Մի քիչ վիրավորված է, մի քիչ բարկացող է։ Ամբողջ ջրերը փակիր, որ դուրս կգա ու պիղծ ոգու համար ջրալի տեղ կլինես։ Թող այդ ջրալի տեղերը որ կա քո կյանքում, այդ վինտիլները սկսես փակել։ Միգուցե կա։ Բայց ինչ կար, որ ման էր գալիս եւ ուզում էր մի տեղ մտնի, ում գտավ, որ մտնի։ Պատկերացրու պիղծ ոգին եկելա ձեր եկեղեցի։ Կարա չէ լինի։ Ման է գալիս։ Ում է ման գալիս։ Պարապին։ Մաքրված, հարդարված պարապ։ Ինչա պարապ վիճակը։ Եկեղեցու ոչ ման չեմ անում, գիրքը չեմ կարդում, աղոթներին մեկ-մեկ գնում եմ, աստվածապաշտության կերպարանք ունեմ, եկեղեցուն պրոթեզ եմ։ Անզգար, իմ վեճեն ինչ կլինի։ Այնտեղ ինչ թափվեց, ինչ եղավ, ինձ չի հետաքրքրում, կարևորը ես կերպարանքը ունեմ։ Չգիտեմ, այդ նկարը դուք ունեցաք այդ ձեռքերի։ Մի օր ցույց կտամ։ Կերպարանքի մեջ չի զորությունը, որ դու կպած լինես արյունատար անոթներին, դու կպած լինես ներվային սիստեմին, որովհետև պրոթեզը մեկ ամի օր երևում է, որ պրոթեզը հետ որ սկսում ես շարժել տենում ես, մի նման է, բայց այն չի, կեղծ է։ Ու պարապությունը բերում է դիվային զորության համար, թակարդ։ Պարապությունը բերում է դիվային զորության համար թակարդ։ Մի մնա պարապ, ոչ Աստծո խոսքի մեջ, ոչ եկեղեցում ինչ որ բան անելու մեջ, ոչ միտեղ պարապ մի մնա, քեզ գցի աշխատելու, քեզ գցի ինչ որ մեկի հետ խոսելու, սուրբ շփում ունենալու։ Ամեն։